Ադրբեջանից Հայաստան արդեն ներմուծվել է բենզին և նավթ, բայց Ադրբեջանը դեռ ոչինչ չի գնել Հայաստանից։ Էկոնոմիկայի նախարարը նշում է, երկու երկրները փոխանակվել են երկար ապրանքների ցանկով։ Կարծում է ժամանակի հարց է, շուտով գործարարները կարձագանքեն այդ հնարավորությանը։ Երբ և ինչպես, պարզ չէ։ Խոսում ենք խաղաղության մասին։ Չպետք է թերագնահատենք այն, ինչ որ մենք ունենք։ Ամենամեծ արդյունքը նա է, որ այսօր պատերազմի հավանականությունը մոտեցված է 0-ի, այնինչ 2 տարի առաջ դա շատ բարձր էր։ Ադրբեջանի հետ կա նաև ուղիղ ճանապարհային հաղորդակցություն, բայց հարևան երկիրը առայժմ չի օգտվում Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից, իսկ իր ապրանքները չի տեղափոխում Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա կամ հակառակը։ Ադրբեջանի տարածքով Հայաստան հեղուկ գազի տարանցման հնարավորությունն էլ է բաց։ Բիզնեսը կորոշի օգտվել թե ոչ։ Շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան իրենց համար, այնպես էլ իրենց շուկան մեր համար, եւ սրա համար իմ կարծիքով պետք է ժամանակ եւ դա այնպիսի գործընթաց է, որը ավելի շատ բնականաբար գտնվում է մասնավոր հատվածի դաշտում։ Չի բացառվում մի քանի տարուց Ադրբեջանի հետ գործարկվի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Խոսքը վերաբերում է նաև TRIP-ին։ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է արևմտյան գործընկերների հետ զսպելու պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների հոսքը դեպի Ռուսաստան, ինչը ուղղակիորեն ազդել է արտահանման ծավալների վրա։ Պապոյանը խոսեց նաև վերջերս Ռուսաստանի միգրացիոն կանոնների փոփոխություններից, ինչի հետևանքով հայ բեռնափոխադրողների համար խնդիրներ են առաջանում։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հետ կապ ենք հաստատել եւ իրենք ասել են, որ նախագիծ կա, որ Հայաստանի դեպքում, ՀԱՏՄ երկրների դեպքում 180 օրը 90 օր է դառնում եւ դա կառավարության որոշմամբ են անելու, այսինքն դա նշանակում է, որ օրենքները դե գիտեք երկար են ընդունվում, քաղաքական քննարկումները շատ հաճախ օրենքներին ուղեկցում, իսկ կառավարության որոշումները ավելի մասնագիտական քննարկումներ, ավելի մասնագիտական եւ ավելի արագ են լինում։ Դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման մասնաբաժինը 2025 թվականին աճել է, հասնելով 7.9%-ի։ Ըստ Պապոյանի 2025-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան 2024-ին։ Աճել են տնտեսության բոլոր ոլորտները։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։